Նինոցմինդայում մեկնարկել են ճանապարհների վերանորոգման աշխատանքները։ Տեղացիների խոսքով ճանապարհների վիճակը երկար ժամանակ է ինչ անմխիթար էր։ Բազմաթիվ փոսերն ու վնասված հատվածները դժվարացնում են ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։ Խնդրի վերաբերյալ հեռախոսազրույց ունեցանք Ջավախք ավտոճանապարհային ընկերության մենեջերի հետ։ Ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են։ Երեկվանից արդեն սկսել ենք աշխատանքները, իսկ թե երբ կավարտվեն, դեռ հստակ ասել չեմ կարող։ Ինչպես տեսնում եք, ճանապարհները շատ վատ վիճակում են, ամբողջովին վնասված ու քանդված։ Եղանակային պայմաններն էլ այնքան էլ բարենպաստ չեն, բայց կամաց-կամաց սկսել ենք աշխատանքները, քանի որ մարդկանց համար արդեն իսկ դժվար է այս վիճակը։ Թե երբ կավարտվեն աշխատանքները, դեռ չեմ կարող ասել։ Պետք է նաև Մաքսակետի ուղղությամբ գնանք եւ այնտեղ էլ փոսալցման աշխատանքներ իրականացնենք։ Նրա խոսքով աշխատանքները մեկնարկել են Երևանից եւ այս պահին իրականացվում են փոսալցման եւ ճանապարհների վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ։ Իհարկե, այս ոչ թե միայն մեքենան համար, այլ նաեւ մարդկանց համար էլ հաճելի է, բարի է, այս ամենը ինչ որ կենեք դուք շատ հաճելի բան է, շատ տեղին բան է, առանց քանդված ճանապարհը եւ կրնապետի ազատ ու չտերդմի չտերդնջա։ Այս գործը որ կենեք շատ գեղեցիկ եւ հաճելի բան է ամբողջ այս ժողովրդին համար, որոնք որ կասնին դառնան։ Թե երբ ամբողջությամբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, այս պահին հստակ ժամկետներ դեռ չեն նշվում։ Պատասխանատուների խոսքով ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից եւ աշխատանքների ծավալից։ Բնակիչները հույս ունեն, որ սկսված աշխատանքները կօգնեն բարելավել ճանապարհների վիճակը եւ կթեթևացնեն ամենօրյա տեղաշարժի դժվարությունները։